Ընդդիմությունն ասում է, որ այս փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջում, այսինքն փոխզիջման մասին խոսք չկա, ավելին այս փաստաթուղթը երկրորդ կապիտուլյացիա է, ինչպես կարող եք արձագանքել։ Դե երկկողմանի փաստաթուղթը ոնց կարա երկկողմ կապիտուլյացիա լինի։ Այսինքն եթե մենք երկկողմ բոլորից երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվում։ Դու չես պայմանական, դու չես ձեռ տալիս ես միկրոֆոնին, ես ձեռ չեմ տալիս ես միկրոֆոնին։ Հիմա դրա կապիտուլյացիան ո՞րն է։ Իրանց պայմանն է, որ այս միկրոֆոնին ձեռ չտա, չէ, մեր պայմանն է, որ այս միկրոֆոնին, այս սահմանին ձեռ չէ։ Հիմա պայմանական գրված է, որ Հայաստանը այս գծից այս կողմ Հայաստանը, այս գծից այն կողմ Ադրբեջան։ Ինչն է դրա կապիտուլյացիան։ Հայցերը հետ կանչելու են միջազգային։ Բա ինչ պետք է անեն։ Բա եթե կրկնում եմ, քանի անգամ կարելի է այդ նույն բանի մասին խոսել, բոլոր պայմանական, այտենց կետ չկա, որ գրած է իր հերթին պայմանական, չգիտեմ, հնարում եմ հիմա Հայաստանը միակողմանի, այտենց բան չկա։ Կողմերը պարտավորվում են, կողմերը պարտավորվում են Հայաստանի Հանրապետության նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, չէ՞, այդպես երկկողման, բայց Ադրբեջանը բոլոր Չէ, երկկողմանի չէր, Հայաստանի տարածքում Լաչինի միջանցք կար։ Չէ, գերիների մասը։ Հա, գերիների մասով կար, եւ ադրբեջանական կողմը չի կատարել այդ պարտավորությունը եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրեթե այդ 9 կետից երևի մեծ մասը չէ, ամբողջությամբ չի կատարել այդ փաստաթուղթը։ Այդ հայտարարությունը, այո, եւ բայց ինչ կապ ունի Հայաստանի կողմից։ Մենք մեր պարտավորությունները ոնց կատարել ենք, մենք մեր պարտավորությունները կատարելու ենք, բայց այդ դուք ինձ հարցնում եք, ասում անդիմությունը սենց, ես ասում եմ, այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այն ինչ որ համաձայնեցրել ենք, համաձայնեցրենք երկկողմանի, հիմա պայմանական, որ ընդդիմության կարկառուն դեմքերը են, բան պայծառ ուղեղները գնային ինչ-որ բան պայմանավորվեին, իրանք ուրիշ ձև էին պայմանավորվում, նույն ձև էին պայմանավորվելու եւ նույն ձև էլի Ադրբեջանը կարար կատարեր։ Հարցը ձեր հնչում նրա մասին, արդյոք Հայաստանը միակողմանի բանա զիջել, արդյոք այդ զիջում կամ ոչ զիջումը կամ ինչ-որ բանը, որը որ եղել է պայմանավորված կապիտուլյացիա է եւ կարելի է համարել, որ միակողմանի, ասում տար չկա այնտեղ գրված, որ վերաբերվում է միայն Հայաստանի Հանրապետության եւ չի վերաբերում Ադրբեջանի Հանրապետության։ Պարոն Սիմոնյան, Ռուսաստանից ողջունեցին խաղաղության պայմանագիրը, Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, բայց միևնույն ժամանակ հիշեցնում են 2020-22 թվականների 3 երակողմ հայտարարությունները։ Սա ենթադրում է, որ իրենք ամեն դեպքում ինչ-որ վերապահում ունեն այս համաձայնեցված կետերի շուրջ։ Եթե համար են հիշեցնում այդ պայմանավորվածությունները։ Ես չգիտեմ, երևի հիշել են, որ իրանք այնտեղ պետք է խաղապահ ունենային, որ պետք է Ղարաբաղի ժողովրդին պաշտպաներ, երևի հիշել են դա, երևի հիշել էին, որ պետք է Լաչինի միջանցք կլներ, իրանք պետք է այնտեղ կանգնած լինեն։ 9-րդ կետի մասին է ճանապարհները։ 9-րդ կետի հետ մենք խնդիր չունենք, իրանց նախագահի հրամանագիրը կա, որով ինքը դիմում է Հայաստանի Հանրապետության, գրված է, որ ինքը պետք է դիմել Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանի Հանրապետությունը իրանց այդ ինֆորմացիան տրամադրի, որ իրանք կարողանան բանել։ Մենք պատրաստ ենք հիմա տրամադրենք այդ ինֆորմացիան, ինչ խնդիր կա։ Հիմա կոմունիկացիաների մասով Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի համար ընկալել է։ Վերջացնեմ, էլի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մի միջանցքի մասին խոսույթ։ Դա Լաչինի միջանցքն է, որը չկա այլևս, այսօր չկա։ Այդ իրանց պատասխանելու հարցն է։ Ընդհանրապես 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 թող պատասխանեն, ես 9-րդ հարցի պատասխանը Հայաստանը բազմիցս տվել է եւ հիմա էլ է պատրաստ տալ։ Բայց ես չգիտեմ Ադրբեջանը արդյոք, չգիտեմ Ադրբեջանը քննարկել է, Ադրբեջանը ուզում է, որ տենց բան լինի։ Ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը չի ուզում եւ Ադրբեջանը մշտապես խոսում է, որ երրորդ կողմ չլինի եւ այս համաձայնագրով նաեւ երրորդ կողմ եք դուք մենակ եվրոդիտորդներին հասկանում։ Երրորդ կողմը դա նույնպես երկկողմանի է, չի կարող որևիցե երրորդ կողմ լինի մեր սահմաններին։ Այսինքն ռուսները երրորդ կողմ, չէ՞։ Դե իհարկե, բայց ավելի շատ շեշտը դրվում էր եվրադիտորդներ, որտեղ Ադրբեջանը իրանք ասում առիթն է, բայց երրորդ կողմերից չի եվրոդիտորտ պետք է չլինի։ Երրորդ երկրներ։ Գրած է երրորդ երկրներ, վերջացա, Ռուսաստանի երրորդ երկիր չի, բայց ոնց է ստացվում, որ Ադրբեջանը համաձայնեցնում է մեր այդ մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսում է, որ երրորդ կողմ պետք է չլինի, բայց դուք միևնույն ժամանակ եւ ռուսական կողմը միևնույն ժամանակ հղում է անում նոյեմբերի 9-ի վրա եւ փորձում է, չնայած նրան, որ չկա տեղ գրված միջանցք բառ, փորձում է այդ միջանցքային տրամաբանությունը մեզ բան անել։ Հայաստանի Հանրապետությունը ասել ենք բազմիցս, հիմա էլ ենք ասում, որևիցե փաստաթղթում նման բան չի ստանձնել։ Հայաստանի Հանրապետության միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության
օրենսդրության, ինքնիշխանության եւ իրավասության տակ։ Ուրիշ տարբերակ չի քննարկվում եւ չի քննարկվելու մեր համար, դա բազմիցս հայտարարել եմ, նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է, ասել է, որ ասում եմ միջանց, դուք եք դեռ ժղայնանում, ես դա նկատի չունեմ։ Կա դրա տեսագրությունը կա, բայց դե անկախ հեռուստաընկերությունները դա չեն դնելու մի հատ լավ բան ասեմ։ Այսինքն ռուսական ռազմաբազային կարող է վերաբերել։ Ինչ կա ռուսական բան, դա մեր սահմանին կանգնած չէ։ Մեր սահմանին կանգնած չեն, չէ։ Հայ-թուրքական սահմանին, այսինքն։ Մենք Հայ-Թուրքիայի հետ ինչ կա գործ ունենք, մենք Թուրքիայի չենք պայմանագիր կնքել, հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը։ Թուրքիայի հետ ինչ կա։ Սիմոնյանը ԱՄՆ-ի կողմից հայտարարություն էր գերիների ազատ արձակման վերաբերյալ, ինչ է կարծում, ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։ Այդ հայտարարությունը անողին է պետք է հարցնել, մենք անընդհատ դրանով զբաղվում ենք, անընդհատ դա առաջ ենք տանում եւ հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Հստակ քայլ ասելով ինչ նկատի ունի։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակին գերեվարվել։ Դուք որտեղ եք պատկերացնում այս խաղաղության պայմանագրի ստորագրումը, որտեղ պետք է լինի, որ հաշվարկում։ Ես կարծում եմ, որ ես նման պատկերացումներով ոչ կիսվելու իրավունք ունեմ, ոչ այդպես բաների մասին մտածելու։ Բայց կան այսպես խոսակցություններ, թե որտեղ չկա այդպես խոսակցություն, չեմ կարծում, որ այդ խոսակցության մենք որևիցե շատ քիչ տարբերակներ կան, որ ես օրինակ որպես անձ դեմ կլինեմ, որ այնտեղ եւ այդ այսպես ասած վկաների եւ միջնորդության դեպքում լինի, շատ քիչ տեղ կա, իմ համար կարևորը պայմանագիրը կնքվի եւ գործի։ Որտեղ է այդ քիչ տեղը։ Թույլ տվեք չասեմ կգուշակի կարծում։ Սիմոնյան, ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա խաղաղության պայմանագրի նման փաստաթղթով։ Չի, որ ոնց կարա մեկը մի բան հայտարարի, երբ որ նույնիսկ տեքստին ճանաչ։ Չուզում հասկանամ, որովհետեւ ինչպես գործընկերս նշեց, ենթադրում եմ, որ դա նոր կապիտուլյացիա է լինում եւ ենթադրում են թող խաչակնքվեն։ Ասում եմ, ենթադրվում են թող խաչակնքվեն։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Ես անկեղծ չեմ հասկանում։ Թող պայքարի իշխանության դեմ, թող պայքարի, չգիտեմ, խաղաղության դեմ, պայմանագիր կնքելու դեմ, թող պայքարի, չգիտեմ, իմ դեմ, ինչ որ մի բանի դեմ թող պայքարի, որը որ շոշափելի է կամ տեսել է, բայց ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Հրապարակեք տեսնենք, մենք Չէ, մի րոպե, հրապարակենք տեսնենք, այդ ուրիշ խոսակցություն է։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչ տեսնել։ Դե ամեն ինչ զիջում է այս իշխանություն, ենթադրվում է, որ զիջողական վերադառնանք երկուսի համար է, եթե մենք զիջում ենք ինքը չի զիջում, ուզում եմ հասկանամ, այդ ինչ ենք մենք զիջում, որ երկկողմանի է, որ Ադրբեջանը չի համարում իր համար զիջում, մեր լուրջ ընդդիմադիր գործիչները համարում են, ցավում եմ, բայց գիտակցված թե չգիտակցված շատ վատ բան են անում Հայաստանի Հանրապետության անկախության համար ձեր նշած քաղաքական գործիչները։ Իրանք, ինչպես ասեց Վարչապետը, մայակներ են, թե որտեղ մեր հակառակորդը պետք եւ պետքա հարվածի, մայակներ են, գիտակցված, չգիտակցված 5-րդ Շարասյան դերն են իրենց վրա վերցնում, Հայաստանի Հանրապետության շահին, անկախությանը հարվածողի դերն են, հաճախ լինում է չգիտակցված, անկեղծ եմ ասում, մարդիկ կան, որոնք գիտեն, որ չգիտակցված են դա անում, բայց չի կարելի երկկողմանի պայմանագիրը, բոլոր կետերը, բոլոր 17-ը երկկողմանի է, օրինակ բերեք, թող իրանք օրինակ բերեն, ասեն, Պարոն Սիմոնյան, մի հատ օրինակ ես բերեմ, էլի, եթե կարելի։ Երկկողմանի պայմանագրի մեջ չէ, միակողմանի չի, ռուսական ուժը պայմանական նոր քննարկում ենք, որը որ նարատիվ է, ինչ որ ձևավորված, հենց նույն Լաչինի Միջանցկի, ասում Լաչին, Զանգեզուրի Միջանց, որ ինքը ասում է, այդ իր նարատիվը չի, այդ ցանկությունը հակառակ կողմը չունի, չի ունեցել, չի ստորագրել դրա տակ, ունեցել է, չէ, հա որ ֆիքսում ենք, այն պայմանական դուրս է գալիս, այն պայմանական նրա ճանապարհը չի փակվում, տենց ո՞նց ալնում, ժողովուրդ պետքա մի բանից խոսալու առաջ գոնե տեքստը կարդաս, լուրջ չի դա։ Պարոն Սիմոնյան, հարցն է, որ մեր հայցերը, օրինակ միջազգային իրավական հայցերը, վերաբերում են արցախցիների կյանքի իրավունքին, նրանց տեղահանման, այսինքն մարդու անմիջական իրավունքների հետ են կապված։ Ադրբեջանին է կապված ինչ-որ ենթադրյալ գույքային վնասների հետ, չգիտեմ, օկուպացիայի հետ, այսինքն նույն նժարի վրա դնելու հայցեր չեն, էլի։ Չէ, սխալ եք։ Դուք ծանոթ եք բոլոր հայցերին։ Իսկ չեք լսել, որ ադրբեջանական կողմը խոսում է վերադարձի մասին, որ ունեն հայցեր եւ ունեն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրանք Հայաստանի Հանրապետության մեջ գույքեր ունեն եւ այդ մարդիկ պետքա վերադառնան։ Այդ մասը չեք լսում, թե ձեր չի տալիս այդ մասը։ Իա լուրջ,
Դե արի ես ու դու նստենք որոշենք սա հիմնավոր է, դա անհիմն է։ Ասում ենք, ոսում ես դա անհիմն է, իրանք էլ ասում են ձեր բերածն է անհիմն։ Դա համար գոյություն ունի դատարան։ Եկես թվում է իրանք հայցերը անհիմն են, մերոնք սա հիմնավոր են կամ իրանցը հիմնավոր են, մերոնք բան են, ո՞նց է։ Հետ կանչում, թող դատարանը Թող իրանք էլ են հետ կանչում, բայց այդ պայմանավորվածությունը երկկողմանի պայմանավորվածությունը, քեզ թվում է մենք մեր հայցերը կրելու ենք, իրանք բոլոր իրանց հայցերը պարտվելու են, Բայց իրենք նոր հայցերից են կամ իրանք էլ են, մենք էլ ունենք հայցեր, որոնք որ փոխհատուցում են ենթադրում, մշակութային բան են ենթադրում, վնաս են հայտ բանանում։ Ասում են սա Երևանում ընդհանրապես Երևանին Երևան են ասում, ասում են սա Երևանում նույնիսկ են կապուտ մսկիթն են ասում են իրանց, որ պարզա որ պարսկական է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բան, նույնիսկ դա են ասում։ Այսինքն ես խնդրում եմ հայկական մոլորակից դուրս նաեւ էլի կյանք գոյություն ունի, հասկացեք, որ մեր պատկերացումից դուրս նաեւ այլ պատկերացում կա ու բոլորը ամեն ինչը երկկողմանի։ Բայց արցախցիները ձեզ դատի են տալու, ասել են, որ եթե հետ կանչեք Հայաստանի իշխանությանը դատի են տալու։ Թող դատի տան, ինչ ասեմ։ Տոդատան։ Ես զարմանում եմ, որ իրանք չգիտես ինչի փոխանակ պայքարեն այն մարդկանց դեմ, այն իշխանության դեմ, այն իրանց վրա կրակողների, այն իրանց որ գերավոր իրանց դեմ, իրանք շատ տենց համառ ու դուխով պայքարում են մեր դեմ։ Մենք չեմպիոն ենք, չէ՞, մենք ինքներս մեր դեմ պայքարելու մեջ։ Դա տենց ուժեղ են, թող գնան պայքարեն այն մարդկանց դեմ, ովքեր որ իրական իրանց դեմ քայլեր են արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ Իրանք մեր երկրի դեմ հայց պետք է ներկայացնեն լուրջ Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի հարկատուների դեմ, որովհետև ասում են Արցախի հայ սրանով այն մարդկանց դեմ, ովքեր որ տասնամյակներ շարունակ իրանց աշխատավարձա տվել, իրանց պաշտպանել եւ վերջի տարիներին նաեւ շատ ավելի շատ իրանց աջակցությունը հայտնել, քան երբևիցե եղել այդ մարդկանց դեմ, այն մարդկանց դեմ ում երեխաները գնացել եւ զոհվել են, իրանց դեմ, իրանց հարկերի վրա պետք է հայտ ներկայացնեն, թող ներկայացնեն իրանց իրական մտադրությունները པարզ կդառնա բոլորին։ Այսինքն դա լուրջ է, դա ասելու բան է։ Ես էլ գործ կա, որ ես մտածում եմ, որ ես դրա իրավունք ունեմ դատի տամ, բայց ես Հայաստանի Հանրապետությունը դատի պետք է տամ, ես պետական պաշտոնյա լինելով հանդերձ, ես այս երկրի տղեն ելնելով հանդերձ, այս երկիրը պետք իրանք տենց բան են իրանք կարողանում թույլ տան ասել։